Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, սեպտեմբերի 29 Ես գտա իմ հոգու սիրածին, նրան բռնեցի և բաց չթողեցի։ Երգ 3 գլուխ 4 խոսք։ Արդյոք երբ մենք գալիս ենք Քրիստոսին, նա ընդունում է մեզ չնայելով մեր անցյալի մեղքերին։ Միթե նա երբեք չի նախատում մեզ, որ մենք փորձել ենք ուրիշ ապաստարաններ գտնել մեզ համար։ Արդյոք նրա նման չկա երկրի վրա։ Արդյոք նա լավագույնն է բոլոր բարիքներից և գեղեցկությունը բոլոր սքանչելիքներից։ Օ եկեք ուրեմն փառաբանենք նրան, ով Երուսաղեմի աղջիկներ, Սաղմոս ասացեք նրան, թմբուկով ու քնարով, թող կորչեն կուռքերը, կեցցե Տեր Հիսուսը, թող ցոփության ու հպարտության դրոշները ոտնակոխ արվեն և վեր բարձրանա Հիսուսի խաչը, որն աշխարհը ծաղրում ու արհամարհում է։ Օ թող նա բազմի բարձրունքում, Սողոմոնի փղոսկրյա մեծ աթոռի վրա, և իմ անձը նստի նրա ոտքերի պատվանդանի մոտ, համբուրի նրա ոտքերը և արցունքներով լվադրանք։ Ինչ թանկ է Քրիստոսը, ինչպես է պատահում, որ ես այդքան քիչ եմ խորհում նրա մասին, ինչպես է, որ ես օտար վայրերում եմ ուրախություն և մխիթարություն փնտրում, երբ նա այդքան լեցուն, այդքան հարուստ և այդքան ամենաբավ է։ Իմ հավատակից ընկեր, ուխ տարա սրտիդ հետ, որ երբեք չես հեռանալու նրանից, և խնդրիր Տիրոջը հաստատել այն։ Աղերսիր նրան, որ քեզ կնիքի պես դնի իր սրտի վրա և ապարանջանի պես իր բասկի վրա։ Խնդրիր, որ նա կրի քեզ, ինչպես հարսն է կրում իր գոհարները և փեսան իր թանկարժեք զարդերը։ Ես շատ կցանկանայի ապրել Քրիստոսի սրտում, իմ հոգին հավերժ կմնար այդ ժայռի խորշերում։ Ճնճղուկն էլ տուն գտավ, և ծիծեռնակը բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ։ Այսինքն քո զոհասեղանները, ով զորաց Տեր, իմ Թագավոր և իմ Աստված։ Սաղմոս 84 գլուխ 3 խոսք։ Այդպես էլ ես իմ բույնը, իմ տունը քո մեջ կշինեմ, և երբեք այլևս քո աղավնու հոգին չի հեռանա քեզնից, այլ մոտ կլինի քեզ, ով Տեր Հիսուս, իմ միակ ու ճշմարիտ ապաստան։ Երբ իմ Տիրոջն եմ գտնում թանկագին, խանդավառվում են իմ սիրտն ու հոգին։ Ես ամբողջ սրտով նրան եմ կանչում և նրա սիրո թելերից կառչում։